Հունվարի 10-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի տնօրինությամբ Մասյաթոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է իր պաշտոնից, առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պատճառով։ Մասյաթոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Նոր նշանակումը տեղի է ունեցել այն փուլում, երբ թեմը կանգնած էր կառավարման եւ ներքին պառակտման ճգնաժամերի եւ հոգեվոր կյանքի վերակազմավորման անհրաժեշտության առաջ։ Մասյաթոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահի Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ առաջին պատարագն է մատուցվել Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Պատարագիչը Տեր Հարություն քահանա Հակոբյանն էր։ Պատարագի ընթացքում հնչեցրած քարոզում Հայր Սուրբը նշել է՝ իրեն դժվար ճանապարհ է սպասվում։ Նա ընդգծել է, որ ունի տարիների ծառայության փորձ, այդ թվում 15 տարի քրեակատարողական հիմնարկներում, ինչը ձևավորել է ծառայողական հաստատակամություն եւ հավասարակշռություն դժվար իրավիճակներում։ Ռուբեն Վարդապետի խոսքով ծառայության իր այս փուլում չէր կարող չընդունել հանձնառությունը, որը դրվել է թե Մայրաթորի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ թե Մասյաթոտնի թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Ես որոշեցի հույսս դնելով Աստծո վրա, ձեզ վրա սիրելի հավատացյալներ, մեր թեմի քահանաների վրա, Աստծո օգնականությամբ գալ Մասյաթոտնի թեմ ծառայելու հոգևոր եկեղեցական գործունեություն ծավալելու, առանց ինտրիգների եւ առանց մարդկային գերակշռող հատկությունների, որն է պառակտումը, ատելությունը, հանսարկությունը եւ այլն։ Սուրբ պատարագի ավարտից հետո Տեր Հարություն քահանա Հակոբյանը նույնպես խոսք է հղել հավատացյալներին, Հայր Սուրբին մաղթել առաջնորդական գավազանի անսասանություն։ Աղոթում ենք, որ այս փոթորկուն դժվարին օրերը ձեր առաջնորդությամբ հաղթահարենք։ Մասնավորաբար ասել է Տեր Հարությունը նաև թեմի քահանաների անունից աջակցություն հայտնելով նորանշանակ Հայր Սուրբին։ Պատարագից հետո Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիցատանը տեղի է ունեցել Ռուբեն Վարդապետ Զարգարյանի առաջին ժողովը Մասյաթոտնի թեմի քահանաների հետ։ Քննարկվել են առաջիկա անելիքները։ Նշանակումից հետո Ռուբեն Վարդապետ Զարգարյանը հարցազրույցներում անդրադարձել է իր առաքելությանը։ Նա ընդգծել է թեմի առաջնորդի ծառայությունը նախ եւ առաջ հոգեվոր հովվություն է, ոչ թե վարչական պաշտոն։ Թեմի քահանաների եւ հավատացյալների հետ կապը պետք է լինի համագործակցային, թեմի վերակենդանացումը հնարավոր է միայն տեղի համայնքների ներգրավմամբ։ Նախկին առաջնորդի պաշտոնանկությունն ու նոր նշանակումը նպատակ ունեն դադարեցնել Մասյաթոտնի թեմում առաջացած պառակտումը, ամրապնդել թեմական միասնությունը, վերականգնել կարգ ու կանոնը եւ հոգեվոր կյանքը։